Շարունակենք թողարկումը։ Ինչպես արդեն նշվեց, կաթոլիկ եկեղեցին ընտրեց իր 267-րդ պոնտիֆիկոսին։ Հռոմի պապ դարձավ ամերիկացի կարդինալ Ֆրանսիս Պրևոն։ Նա իր համար ընտրեց Լեոն 14-րդ անունը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ է նշանակում նրա ընտրությունը։ Մեզ համար լավ լուրը այն է, որ Հռոմի պապ չընտրվեց այն թեկնածուն, որը ամենահավանականն էր համարվում, խոսքը Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի մասին է, ով Ադրբեջանի հետ ակտիվ համագործակցելով է հայտնի, հենց նա է եղել Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ Վատիկանի համագործակցության ճարտարապետը եւ լինելով Վատիկանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նա էր արտոնում Ադրբեջանից բավական մեծ գումարների այդ ֆինանսավորման ծրագրերը։ Նրա անվան հետ էր կապված Վատիկանի մամուլում հակահայկական հրապարակումները եւ այս վերջին հակագիտական գիտաժողովը, որը Վատիկանում անցկացվեց ադրբեջանցիների կողմից։ Այսինքն կարծում եմ սա լավ լուր է։ Ցավոք այն տեխնացուները, որոնք մեզ համար ամենաընդունելին էին, որևէ լուրջ այսպես մրցակից չդարձան Ֆրանսիս Պորերոյի համար, խոսքը Երուսաղեմի լատին պատրիարք Պիեր Բատիստա Պիցաբալլայի մասին է եւ ազգության ֆրանսիացի Մարսելի եպիսկոպոս Ժան Մարկ Ավելինի մասին է։ Ինչ վերաբերվում է Հռոմի պապ ընտրված Ֆրանսիս Պրևոյին, ապա նա որևէ կերպ իրեն չի դրսևորել մեզ հայերիս համար կարևոր հարցերում։ Օրինակ, մինչ նրանից առաջ Շիկագոյի եպիսկոպոսի պաշտոնը զբաղեցրած կարդինալը Բլեյս Կուպիչը 2015 թվականին շատ հստակ արտահայտվել է հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ, դատապարտել է եղեռնը, մի բան, ինչ Ֆրանսիս Պրևոն չի արել, թեև Շիկագոյում բազմաթիվ հայեր կան։ Ամեն դեպքում նրա ընտրությունը որևէ վտանգ մեզ համար այսպես չի կարող թաքցնել, մնում է հուսալ, որ նա նոր վարչակազմում Վատիկանի այսպես լուրջ բարեփոխումներ կիրականացնի եւ պետքարտուղարի պաշտոնը կզբաղեցնի այժմ նոր անց այլ հոգեվորական, ինչը վերջ կտա Վատիկանի կախվածությանը Հեյդար Ալիևի հիմնադրամից։ Արտյոմ, սովորաբար պապի ընտրությունը ամենաքաղաքականացված իրադարձություններից մեկն է, այս դեպքում ուժային կենտրոնների ինչպիսի բախում կար։ Դե եթե հաշվի առնենք, որ մոլորակում ավելի քան 1.5 միլիարդ կաթոլիկ է ապրում, իհարկե սա կարևոր քաղաքական իրադարձություն է եւ բազմաթիվ ուժային կենտրոններ իհարկե փորձում էին օգտագործել այս հնարավորությունը։ Այս անգամ եւս դե Միացյալ Նահանգների դերը ակնհայտ է, Իտալիան է փորձել վերականգնել Հռոմի պապի վերահսկողությունը։ Դե գիտենք, որ 266 Հռոմի պապերից 217-ը եղել են իտալացիներ եւ այժմ էլ 7 ամենահավանական տեխնացուներից 3-ը իտալացիներ էին, բայց իտալացիներին չհաջողվեց։ Ֆրանսիան է դեր խաղացել ըստ մամուլի հրապարակումների, Էմանուել Մակրոնը մի քանի գաղտնի հանդիպումներ է ունեցել, որի նպատակն է եղել անել այնպես, որ Ֆրանսիայի համար ընդունելի տեխնացուն ընտրվի, նույնպես ձախողվեց։ Լատինական Ամերիկայի տեխնացուներին միավորող, ասենք, բավական լուրջ թիմ կար, ով աշխատում էր Լատին Ամերիկան ներկայացնելու ուղղությամբ եւ այստեղ եւս որոշակի դեր խաղաց նրանց լոբինգը եւ նաեւ երրորդ աշխարհը Աֆրիկայի եւ Ասիայի այսպես համախմբված ուժերը նույնպես դեր ունեցան։ Ֆիլիպինների Կոնգոյի տեխնացուներն էին այդ երրորդ աշխարհի տեխնացուները։ Ֆրանսիս Պրևոյի դրական կողմը պլյուսը այն էր, որ նա յուրային էր ոչ միայն Միացյալ Նահանգների համար, այլ նաև լատինամերիկյան թիմի համար։ Բանն այն է, որ նա երկար տարիներ Պերույում է ծառայել եւ նաև պահպանել է պերույական քաղաքացիությունը եւ պատահական չէ, որ առաջին իսկ իր ելույթում նա խոսել է նաև իսպաներեն, պես ուղերձ հղելով իր լատինամերիկացի հետևորդներին։ Այսինքն ինչ որ չափով սա կոմպրոմիսային ընտրություն էր, որը ընդունելի էր եւ մոլորակի թիվ 1 գերտերության համար, եւ Լատինական Ամերիկայի համար, եւ ինչ որ չափով եվրոպացիների։ Արտյոմ, ինչպիսին էր Վաշինգտոնի ազդեցությունը։ Վաշինգտոնի դերը հրապարակային չի եղել, բայց ակնհայտ միանշանակ է, որ դերը եղել է իհարկե։ Թրամփը չի թաքցնում իր բավարարվածությունը, իր
ողջույնի խոսքում նա ընդգծել է, որ երջանիկ է, որ առաջին անգամ պատմության մեջ ամերիկացին Հռոմի պապ է ընտրվել եւ որ դա պատիվ է ողջ ամերիկյան ազգի համար։ Բայց մի հանգամանք, եթե ենթադրենք, որ Հռոմի պապի ընտրությունը Դոնալդ Թրամփի անձնական ազդեցության արդյունքն է, ապա տրամաբանական կլներ կարծել, որ Հռոմի պապը պետք է պահպանողական լիներ։ Մինչդեռ ընտրված Հռոմի պապը ամենևին էլ պահպանողական չէ, նրան ավելի ճիշտ կլինի դասել այսպես չափավոր բարեփոխիչների, չափավոր լիբերալների դասին։ Եվ եւս մի անսպասելի հանգամանք, պարզվում է Ֆրենսիս Պրևոն Դոնալդ Թրամփի առաջին կադենցիայի ժամանակ բացահայտ քննադատում էր Թրամփի վարած քաղաքականությունը, ու առնվազն մի հարցում, խոսքը միգրանտների հարցին է վերաբերվում։ 18 թվականին էր այդ գրառումը արել։ Իսկ այս տարվա փետրվարին քննադատել է գործող նախագահ Վենսին նրա Սուրբ գրքի սխալ մեկնաբանության համար։ Այսինքն սա կարող է որոշ տարօրինակ թվալ, բայց կարծում եմ ամեն դեպքում Վաշինգտոնում գոհ են եւ բավարարված։ Այս ընտրությունը, ընդհանրապես Հռոմի պապի ընտրությունը կարող է այսպես պատմության վրա ազդեցություն թողնել եւ սովորաբար թողնում է։ Մեկ անգամ հիշեցրել էի, որ երբ 78 թվականին ազգությամբ Լեհ Վայտիլան ընտրվեց Հռոմի պապ, դա արդյունքում այսպես ազգային ինքնագիտակցության զարթոնք առաջացավ Լեհաստանում, ինչի հետևանքը եղավ սոլիդարնես շարժման ձևավորումը, այնուհետ ողջ արևելյան Եվրոպայում տարածվեց այդ բողոքի շարժումը, ալիքը եւ ի վերջո ընկավ Բերլինի պատը։ Թե այս անգամ ինչ զարգացումներ կառաջանան ամերիկացի Հռոմի պապի ընտրվելու հետևանքով դժվար է դեռ ասել։ Շնորհակալություն, Արտեմ։